Պատկերացրեք մի պետություն, որտեղ իշխանությունը բարձրաձայն ասում է, կան օտարերկրյա գործակալներ, բայց չի ներկայացնում ոչ անուններ, ոչ ապացույցներ, ոչ էլ իրական հետևանքներ։ Եթե կան գործակալներ, ապա պետք է լինեն կոնկրետ գործողություններ։ Առաջինը իրավական հստակ ձևակերպում։ Ով է օտարերկրյա գործակալը, ինչ գործունեություն է արգելվում, ինչ պատասխանատվություն է սահմանվում։ Առանց օրենքի ամեն ինչ վերածվում է կամայականության։ Երկրորդը պրոֆեսիոնալ քննություն։ Ազգային անվտանգության մարմինները պետք է հավաքեն ապացույցներ ֆինանսական հոսքերի, կապերի, հանձնարարականների մասին, ոչ թե կասկածներ, այլ փաստեր։ Երրորդը բաց եւ թափանցիկ գործընթաց։ Եթե կա մեղադրանք, պետք է լինի քրեական գործ, դատարան, հրապարակային դատավճիռ եւ հասարակությունը պետք է տեսնի ով, ինչու եւ ինչպես է պատժվում։ Չորրորդը համակարգային պաշտպանություն։ Պետք է փակվեն այն մեխանիզմները, որոնց միջոցով արտաքին ազդեցությունը մտնում է քաղաքական գործընթացների մեջ, մասնակցում է ընտրություններին եւ պետական պաշտոն է զբաղեցնում։ Ու հինգերորդ ամենակարևորը դադարեցնել գործակալ բառի քաղաքական շահարկումը, որովհետև երբ ամեն մեկին կարող ես անվանել գործակալ, իրական գործակալները դառնում են անտեսանելի։ Պետությունը չպետք է բավարարվի հայտարարություններով։ Պետությունը պետք է բացահայտի, ապացուցի եւ պատժի։ Եթե մենք իսկապես ուզում ենք անվտանգ եւ ինքնիշխան պետություն, պետք է վերջ տանք այս դատարկ հայտարարություններին եւ անցնենք իրական գործողությունների։ Հենց այս սահմանագծին է որոշվում ամեն ինչ, որտեղ է պետությունը եւ որտեղ է դրա իմիտացիան։